Արդյոք պետք է պահքը շարունակել, եթե այն խախտվել է կամ կիսատ է մնացել ինչ-որ պատճառով։ Սիրելի բարեկամներ, այս հարցը այս մեծ պահքի օրերին մարդիկ հաճախ են հարցնում եւ ուզում եմ այս ձայնագրության մեջ խոսել այդ մասին եւ խնդրել ձեզ, եթե ձեզ էլ օգտակար լինի, ապա խնդրում եմ կիսեք ձեր էջերին, թող ձեր երեխաներն ու ընկերներն էլ իմանան, որպեսզի իմանան, որ այո, պահքը պետք է շարունակել, եթե պատահում է, որ կիսատ է մնում կամ խախտվում է ինչ-որ պատճառով։ Եվ նախքան սկսելը խոսելը ես ուզում խոստովանություն անել։ Իմ մոտ էլ անկեղծ ասած անցյալ շաբաթ լավ չգնաց, մի քանի առիթներով խախտեցի, թե ինչ-որ պատճառներով, թե մարդկային տկարության պատճառով, լինում է ասենց բաներ, ժողովուրդ ջան, եւ ես ուզում եմ խոստովանեմ ձեզ, որպեսզի առանց դրա չլինի, որ ես այս ձայնագրությունը անեմ։ Ուրեմն ստացվում է, որ երբեմն հնարավոր է, որ պահքը խախտվի։ Ցանկալի է, որ չլինի, բայց եթե ստացվում է, մենք պետք է շարունակենք պահքը պահել, շարունակենք այն պահքը պահել, ինչ որ հայ առաքելական եկեղեցին դրել է մեր իր հավատացյալների համար, որպեսզի դա օգուտ լինի մեր կյանքի համար եւ պտուղ տա մեզ։ Նայեք, որ մենք վազում ենք դեպի մեր հայրը եւ հանկարծ այնպես է լինում, որ սայթակում ենք, ընկնում ենք, նույնիսկ ցեխոտվում ենք, կեղտոտվում ենք, վեր քալինում մեր ոտերը, մենք ընկած չենք մնում, չէ, լացելով։ Մենք վեր ենք կենում, ոտքերը թափ ենք տալիս, վերքները սրբում ենք ու նորից վազում ենք դեպի մեր հայրը։ Նույնպես էլ պահքի ժամանակ, պահքի նպատակը գլխավոր Աստծուն ավելի մոտենալն է եւ երբ որ այնպես է ստացվում, որ խախտվի կամ ընդհատվի, ապա նորից շարունակեք, հենց նույն օրը շարունակեք, կամ եթե այդ օրը երեկոյա հաջորդ օրվանից շարունակեք, կիսատ մի թողեք, մենք ձգտում ենք պտուղներ ձեռք բերել, Սուրբ Հոգու պտուղները ձեռք բերել պահքի ժամանակ, բայց տեսեք, թե դուք ինչի վրա ավելի շատ կենտրոնացեք այս պահքի մասին, այս պահքի ժամանակ, այդ մասին գրում է Ղպտի եկեղեցու հայրապետ Շենուդա հայրապետը, ինքն ասում է, որ պահքի ընթացքում փորձեք հրաժարվել ձեր վատ սովորություններից։ Այ օրինակի համար ասենք, թե մարդը ունի բարկանալու վատ սովորություն, որ ամեն ինչի նկատմամբ իր առաջի ռեակցիան ջղայնանալն է, հա։ Դուք այդ ժամանակ այս պահքը օգտագործեք, այնց արեք, որ այդ ջղայնության սովորությունից ետ վարժվեք։ Ինչպես կարելի է դա անել։ Դա կարելի է օրինակի համար Շենուդա հայրապետն ասում է, ձեզ սովորեցրեք Աստծո խոսքը։ Օրինակի համար Աստվածաշնչում այսպիսի խոսք կա, որ Հակոբոս Առաքյալն ասում է իր նամակի առաջի գլխում, ասում է մարդու բարկությունը Աստուծո արդարությունը չի անում։ Այս բարբերությունը անգիր սովորեք, որովհետև մարդու բարկությունը Աստծո արդարությունը չի գործում։ Իմ բարկությունը Աստծո արդարությունը չի գործում։ Եթե դուք բարկացկոտ մարդ եք, եթե ամեն ինչի նկատմամբ ձեր առաջի ռեակցիան ջղայնանալն է, բարկանալն է, այդ բարբերությունը անգիր սովորեք եւ բան արեք, օրեկան 10 անգամ, 20 անգամ, 30 անգամ, չգիտեմ, օրվա տարբեր ժամերին հա կրկնեք, որովհետև մարդու բարկությունը Աստծո արդարությունը չի գործում։ Հակոբոս Առաքյալ գլուխ 1 համար կարծեմ 20։ Երբ որ դու հա կրկնում ես այդ ամեն ինչը, քո մեջ էդի լավ սկսում է նստվածք տալ ու դու ասում ես ախր բարկանալ չի կարելի, որովհետև բարկությունը Աստուծո արդարությունը չի գործում։ Եթե ես պիտի բարկանամ ու Աստուծո արդարությունը չանեմ իմ կյանքի մեջ, բայց էլ ում արդարությունը պիտի անեմ, էլ ինչ արդարություն կա։ Մեկ էլ կա սատանայի գործերը, ես մնում եմ արդեն այդ մյուս մահացու եւ կործանարար դաշտում։ Դրա համար սիրելի ժողովուրդ, եթե դուք բարկացկոտ բնավորություն ունեք, ասեք, որ իմ բարկությունը Աստծո արդարությունը չի գործում։ Ես հիշում եմ մի մարդ մի անգամ պատմեց, որ ասում է կնոջ հետ վիճել էր եւ կինն ասել էր, որ ես քեզ ատում եմ, ու այս մարդը տենց շատ էր էլի սրտի մոտիկ ընդունել այդ պատմությունը, որ իր կինը ասել էր ես քեզ ատում եմ եւ ասում եմ մի անգամ տուն էր գնում եւ այդ օրը տուն էր գնում երեկոյան հիշեց որ կինը տենց բան ասել եւ ճանապարհին հիշեց Աստուծո խոսքը որ բարություն արեք ձեզ ատողներին հիշում եք Տեր Հիսուս Քրիստոսը տենց խոսք ասեց բարություն արեք ձեզ ատողներին այս մարդն ասում է ես ոնց բարություն անեմ դե դժվար է չէ քեզ ատողին բարություն անել բայց ինքը ուզում էր մտնել ներս ուզում էր բարի խոսքեր ասել բան ասում է եկա գարաժի դռան մոտ կանգնեցի եւ ասում է մեքենայից մի 15-20 րոպե դուրս չեմ եկել այդ խոսքերը մի 100 անգամ կրկնել եմ բարություն արեք ձեզ ատողներին ու հետը սենց մեջս էփում է էլի ասում է բարություն արեք ձեզ ատողներին բարություն արեք ձեզ ատողներին հետո ասում է զգացի որ քիչ այդ գաղափարը այդ միտքը սենց մտքիցս իջավ սենց սրտիս մեջ նստված տվեց ու ես հանդարտվեցի մտա տուն ասացի բարև ողջույն մի հատ քաղցր խոսք ասացի իբրե ամեն ինչ մոռացել եմ բան այններ ասում այնտեղ փափկեց սկսեց քաղցր խոսալ վсё անցավ գնաց ասում է
բարություն արեք ձեզ ատողներին։ Ու Շենոդա Հայրապետը իր Բախի մասին գրքում ասում է, որ սովորեք Աստծո խոսքը այնքան կրկնել, որ ձեր մեջ նստվածք տա, հա։ Օրինակի համար, այս Բախի ընթացքում, եթե դուք սիրում եք պարապ բաներ խոսել, կներեք այս բառն ասեմ, էլի ծանծաղ բաներ խոսել, հա կատակ տալ, ամեն ինչին կատակ տալ, այտենց մարդիկ կան, էլի որ ամեն ինչին կատակով են, չի կարելի այտենց բան, ժողովուրդ ջան, լրջության համար ժամանակ չի մնում։ Այ բանը հիշեք կամ ավել պակաս խոսում են կամ բամբասում են։ Հիշեք, որ Տեր Հիսուսն ասում է Մատթեոսի ավետարանում, ասում է, որ քո խոսքերով պետք է դատապարտվես եւ քո խոսքերով պետք է արդարանաս։ Ասում է մարդը իր, կարծեմ Մատթեոսի ավետարանի 12-րդ գլխի մեջ է, թե կամ 18-րդ չեմ հիշում։ Ասում է բանը մարդը ամեն դատարկ խոսքի համար պետք է պատասխան տաս եւ քո խոսքերով պետք է դատապարտվես եւ քո խոսքերով պետք է արդարանաս։ Եթե դուք սիրում եք որ ժողովուրդն ասում է հավայի խոսալ, ափրծփր խոսալ, ծանծաղություն ալտես մարդիկ կան, չէ՞։ Դուք ձեզ կրկնել տվեք։ Ես էլ եմ ավել պակաս բաներ շատ խոսում։ Իսկականից ես էլ եմ ավել, հետո զղջում եմ դրա համար, բան։ Մենք պետք է տեսնենք մեր սխալները, մենք լեզուն կապենք ու լեզուն հետ պահենք մեր եւ զսպենք մեզ, հա։ Այս պահքը մեզ պետք է օգնի այդ ամեն ինչի մեջ։ Դուք ձեզ կրկնեք, ասեք, մարդը ամեն իր դատարկ խոսքի համար պետք է պատասխան տա Աստծո առաջ։ Իմ խոսքերով պետք է արդարանամ եւ իմ խոսքերով պետք է դատապարտեմ։ Եթե քո ձեռն է այդ դատապարտվելը եւ արդարանալը աշխատի այս պահքի ընթացքում լեզուդ զսպել։ Այս խոսքերը հակարկնեք ու սենց էլի ամեն բնավորության համար կարող ես ամեն վատ սովորությանը, որ մենք ունենք, դրա դիմաց կարաս Աստվածաշունչից մի հատ պարբերություն վերցնես, որ Տեր Հիսուսն ասում է, որ Աստված ասում է, եւ դա կրկնես այնքան կրկնես, որ սենց այդ միտքը իջնի սրտիդ մեջ ու նստվածք տա, եւ դու արդեն քիչ-քիչ հաշտվես այդ մտքի հետ, հրաժարվես, սովորես լուռ մնալ, սովորես քիչ խոսել, սովորես հարված ընդունել, երբ որ քեզ մեկը մի հատ կծու խոսք է ասում, մի հատ թթու խոսք է ասում, ոչինչ աշխարհի վերջը չի, բայց եթե դու խաղաղ լինես, եթե դու հանդարտ լինես, դու շատ ավելի շատ բան կշահես։ Այսօր առավոտ ընկերներիցս մեկն ինձ ուղարկեց, որ չեմ հիշում, որ համալսարանի գիտնականներն էին, բան էին արել, որ գտել էին, որ ուրեմն ցանոր բան է, ամեն մի րոպեն, որ դու ջղայնանում ես, կատաղում ես, դա քո իմյունային համակարգը, քո պաշտպանողական համակարգը 4-ից 5 ժամ թուլացնում է, զրոյացնում է, որտեվ կատաղած մարդը գիտեք ինչ ավոր նեգատիվ էներգիա է, չէ՞ դուրս գալիս։ Ուրեմն խաղաղություն ձեռք բերենք այս պահքի ընթացքում, մեր աղոթները շատացնենք, Աստծո խոսքը սովորենք, մարդկանց բարություն անենք, սովորենք ես գիտեմ, էսի դժվար է կուլ տալը, բայց սովորենք հարված ընդունել, հա, երբ որ քեզ մեկը կոպտում է, քեզ մեկը թթու խոսք է ասում, բայց հիշեք այդ խոսքերը, հա, օրինակի համար մարդու բարկությունը Աստծո արդարությունը չի գործում։ Օրը 1000 անգամ ասեք, 2 օր ասեք, 10 օր ասեք, մինչև Սուրբ Հարությունն ասեք, այնքան մինչև ընթերցված տա, կամ քո խոսքերով պիտի արդարանաս, քո խոսքերով պիտի դատապարտվես։ Ամեն դատակ խոսքի համար պետքա պատասխան տաս, չես կարա Տեր Հիսուսին ասես, ես կատակ էի անում։ Եղավ ժողովուրդ ջան, այնպես որ եթե պահքը ընդհատվել է, դուք շարունակեք պահքը պահել, ինչպես որ հայրաքելական Սուրբ եկեղեցին դրել է մեր ազգի համար, ինչպես որ բոլոր քրիստոնյա եկեղեցիներում են անում, եւ օգտագործեք այս պահեցողությունը, որպեսզի Սուրբ Հոգու պտուղները ձեռք բերեք ձեր կյանքում, զսպեք լեզուն, զսպեք ձեր մարմինը, զսպեք ձեր կամքը եւ ասեք Տեր, թող քո կամքը լինի, այլ ոչ թե իմ կյանքը։ Եվ մեր Տիրոջը Տեր Հիսուս Քրիստոսին, Հոր եւ Սուրբ Հոգու հետ միասին վայելե փառք, իշխանություն եւ պատիվ այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։